վարչապետ, իմ հարցը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կա որոշում 100%-անոց պետականացնելու մասին։ Կխնդրեմ նշեք, թե այս գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի վրա, մանավանդ որ թոշակների բարձրացմամբ կան կարծիքներ, որ դրանք դա ռիսկային քայլ էր բյուջեի համար։ Այդ որոշումը ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում նախնական ցավոք ընկերության եւ կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետև այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։